Տիկին Ղազարյան 2 օր առաջ բացահայտվեց ընդդիմության կողմից եւ եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականի Բագրատ Գալստյանյանի մասնակցությամբ երկրում իշխանության յուրացման, ահաբեկչության, զանգվածային անկարգություններ կազմակերպելու պլանը։ Նշեմ, որ դրա նախորդ օրը այդ պլանը հրապարակվել էր նաեւ Civic-ում։ Մասնավորապես Գալստանյանը եւ եւս մեկ տասնյակ նրա աջակիցներ կալանավորվել են։ Ձեզ համար սպասելի էր, որ ընդդիմության եւ եկեղեցու միջև այսպիսի գործակցություն կա, այսպիսի պլան է գեներացվում, հաշվի առնելով նախորդի գործի դրված եւ ձախողված իշխանափոխության օպերացիաները։ Ես առհասարակ զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր այսպես փորձում են փաթեթավորել իբր Civic-ի պատվալներում ագրվել այդ պլանը կամ փորձում են կեղծ լուրի տեսքով ներկայացնել, որովհետեւ նախկինում իրենց գործած բոլոր սցենարները շատ նման էին, այսինքն իրենք մարդկանց ինչպես դայնագրությունում ասում են, խորը անասունի տեղ դրած, փորձում էին ձևացնել իբր հեղափոխությունը տեխնոլոգիա է, մինչդեռ հեղափոխությունը իրական արձագանք է իրականությանը, եւ դու չես կարող պարզապես ունենալ ինչ-որ գործողությունների պլան, որը իրականում շատ հաճախ շատ իրար նման պլաններ են, եւ հասնել 2018 թվականի արդյունքին, որովհետեւ հստակ է, որ 2018 թվականին քաղաքացիները զրկված են եղել ամենակարևոր իշխանություն ձևավորելու իրենց իրավունքից, եւ դրա բերումով է, որ մարդիկ տասնյակ տարիներ զրկված լինելով, այսինքն 30 տարի զրկված լինելով այդ իրավունքից, որոշել էին փողոցի միջոցով իրացնել։ Բայց եթե մենք հետևում ենք տենդենսների եւ հարցումների, ապա քաղաքացիների մեծ մասը իշխանության փոփոխության հարցը տեսնում է սահմանադրական ձևով, եւ սա է հիմնարար բաժանարար գիծը ընդդիմության եւ մեր ժողովրդի միջեւ, որովհետեւ ըստ ընդդիմության, ինչպես նաեւ պարզ դարձավ տարբեր հայտարարությունների մակարդակով, նրանք չեն հարգում ոչ սահմանադրական կարգը, ոչ պետությունը, ոչ պետականությունը, դրա համար առանձնապես զարմացած չեմ։ Զարմացած եմ իհարկե դաժանության մակարդակից, ես էլ եմ ուզում շեշտել, որովհետև որպես հայրաքրական եկեղեցու հետևորդ ինձ համար իհարկե շատ տարօրինակ եւ դատապարտելի է, որ եկեղեցու սպասավորները նման ծայրահեղ դաժանություն կարող էին կազմակերպել Երևանի կենտրոնում եւ Հայաստանում առհասարակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան մայրաթոռ կոշտ դիմակայությունը, որը մի քանի շաբաթ հետևում շարունակվում է, վեհարանը չի վեհում, ինչպես վարչապետն է նշում, քանիցս իր Facebook-յան գրառումների մեջ։ Փաշինյանը օրերս գրառում էր կատարել, նշելով, որ եթե Գարեգին բն ինքնակամ չհեռանա, Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ ԱԱԾ-ն գիտեք, որ այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում եւ Մայրաթոռում գործողություններ է իրականացնում։ Ըստ ձեզ տեղի ունեցողը վարչապետի ասած քրիստոնեաբար հեռացման մասին է։ Նախ եւ առաջ եկեք արձանագրենք, որ Միքայել Աջապահյանը մի որոշ ժամանակ առաջ հարցազրույց է տվել եւ դրանից հետո վերահաստատել սահմանադրական կարգի տապալման այն հեղաշրջման կոչերը, որոնք քրեորեն պատժելի արարքներ են, եւ ես առաջարկում եմ առհասարակ այս ամեն ինչը չձևակերպել որպես պետություն եկեղեցի հակամարտություն, նման հակամարտություն չկա։ Կա պայքար հանուն եկեղեցու անաղարտության եւ մյուս կողմից կան առանձին եկեղեցու սպասավորներ, որոնք ես չեմ բացառում, որ Կտրիշ Ներսիսյանի ուղիղ աջակցությամբ են գործում, որոնք ամեն ինչ անում են Հայաստանի քայքայման, պետականության զրկման գործընթացի մաս դառնալու համար, եւ այս կոնտեքստում ինձ համար անընդունելի է այն, որ Միքայել Աջապահյանը օգտվում է Վեհարանի մայրաթոռի պատերից եւ փաստորեն փորձում է փախչել իրավապահ համակարգից։ Սա ուրեմն իցուց է դնում իր խոսքերի անպատասխանատվության մակարդակը, որովհետև իրեն ոչ մեկ չէր ստիպում հեղաշրջման կոչեր անել եւ ինչ որ օրեր անց, ամիսներ անց դրանք վերահաստատել։ Հայաստանի Հանրապետությունը բոլորը պետք է գիտակցեն, որ բոլոր փորձերը կործանելու Հայաստանի Հանրապետության պետականությունն ու առհասարակ Հայաստանի Հանրապետության պետությունը ամենախիստ իրավական գնահատականն է ստանալու։ Եվ սա իրավական գործընթաց է, ես որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, քանիցս լրագրողների եւ առհասարակ տարբեր կառույցներում շահդրություն եմ հրավիրել հենց այս հայտարարության վրա, որովհետեւ անընդունելի են հակաշրջման կոչերը Հայաստանում։ Միջազգային գործընկերները արդյոք տեղեկացված են, որ իրապես սա ոչ թե արշավ է եկեղեցու դեմ, այլ կոնկրետ պահանջ է ուղղված կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներին կարգալույց հռչակվել եւ ազատել եկեղեցին, այդ թվում նաեւ ուխտազանց
համարվում է նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Միջազգային գործընկերների արձագանքին կուզեմ անդրադառնալ։ Ես առանձնապես միջազգային հանրության մեր գործընկերների արձագանք չեմ նկատել այս մասով, որովհետև քաջ գիտակցում կա, որ գործընթացը զուտ իրավական է, մեր քաղաքական հարցային առումով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ իրավապահ համակարգը պարտավոր են պաշտպանել մեր պետությունն ու պետականությունը եւ առհասարակ ներքին գործերի խառնվելը տեղին չեմ համարի։ Ես կարծում եմ այնուամենայնիվ այս կոչերը, որոնք արվել են հանրային եւ ձայնագրությունները, որոնց իսկությունը նույնիսկ Բագրատ Սրբազանի կամ Վազգեն Գալստարյանի փաստաբանը չի հերքում, դրանք բոլորիս աչքի առաջ են եւ այստեղ որևէ լրացուցիչ բարձրաբանման կարիք չկա։ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությունը այլևս փաստ է եւ մենք ամեն ձևով պաշտպանելու ենք եւ չենք հանդուրժելու որևէ մեկի անկախ վեղարի առկայությունից կամ բացակայությունից, փողերի չափից, իրեն օլիգարխ հրճակած տարբեր ուրեմն մայրաքաղաքների քաղաքացիություն, մայրաքաղաքներում քաղաքացիություն ստանձնածների նկատի ունեմ դիտարկում, չենք թույլ տալու համանդրական կարգի որևէ տապալով, իսկ դա մեր ներքին պայքարն է մեր պետության եւ պետականության պահպանման։ Եվ ինչ է կարծում այս պայքարը, այս ընդվզումը, այս կոչը, հորդորը ինչպիսի հանգուցալուծում կստանա։ Ես կարծում եմ, որ եկեղեցին պետք է ինքն իրեն արժանվուն գնահատի, ինքնահայացմամբ զբաղվի եւ հարց տա իրեն, թե ինչպես են իրենց շարքերում հայտնվել նրանք, ովքեր քրիստոնեությունից կիլոմետրերով հեռու են եւ հղում են տալիս բարբերաբար սահմանադրությանը, բայց գոնե մի վայրկյան չեն մտածում, թե իրենք ինչ քայլեր են ուղղում ոչ միայն սահմանադրության, սահմանադրական կարգի տապալման ուղղված, այլ հնարավոր Հայաստանի ինքնության կործանման։ Այլ երկրի պետության քաղաքացի ազգությամբ հայ գործչի մասին ակնարկեցիք, ենթադրում եմ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ Նաև ուզում հիշեցնել մեր քաղաքացին, որ Վազգեն Գալստանյանը նույնպես հանդիսանում է նաև Կանադայի քաղաքացի այս առումով։ Այո, մեկ այլ երկրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սամվել Կարապետյանին անդրադառնանք, որը գիտեք եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես եկավ եւ քաղաքական հայտարարությամբ ըստ էության հանդես եկավ իրենց իմացած ձևերով հարցեր լուծելու մասին, նա կալանավորված է եւ կալանավայրից էլ այսպես ասած նամակագրական կապի միջոցով հաղորդակցվում է իր լսարանի հետ, քաղաքական բնույթի հայտարարություններ եւ շեշտադրումներ է անում եւ կոչ է անում պայքարի։ Ըստ ձեզ Տիկին Ղազարյան, Սամվել Կարապետյանի միջոցով շահագրգիռ օտարերկրյա կենտրոնները, պետությունները արդյոք փորձում են Հայաստանում իրականացնել արդեն իսկ Վրաստանում գործի դրված մի սցենար, որի անունը պայմանականորեն եկեք կոչենք Բիձինա Իվանիշվիլի օպերացիա։ Նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փորձում են շեշտադրումն հետևյալ ձևով ձևակերպել, որ սա պայքար է, որ մեզնից փորձում է պաշտպանել եկեղեցին։ Նախ մեզանից եկեղեցին պաշտպանել որևէ կարիք չկա, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընտրվելուց հետո այն իշխանությունն ու կառավարություններին, որ քառապատկել էին բյուջեն եկեղեցուն ուղղված, մենք շատ հոգատարությամբ էինք վերաբերվում եկեղեցուն եւ շարունակում ենք եկեղեցուն հոգատարությամբ վերաբերել եւ չենք հանդուրժում այս տիրույթում բոլոր նրանց, ովքեր փորձում են փչացնել եկեղեցու բարի համբավը եւ կան կանոնագրքեր, որոնք հստակ իրենց կողմից ընդունված են, Հայաստանի Հանրապետությունում ունեն իրավական կարգավիճակ եւ դրանց խախտումը անթույլատրելի է։ Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ դեր եւ մենք էլ այդ եկեղեցու որպես հետևորդներ պարտավոր ենք հոգ տանել եկեղեցու մասին։ Ուրեմն սա մեզնից եկեղեցին պաշտպանել որևէ կարիք չկա։ Եկեղեցին պաշտպանելու ցանկություն ունեցողները պետք է մի քանի հարցի պատասխանեն։ Արդյոք եկեղեցական կանոնագրքի խախտումը խնդիր է թե չէ։ Արդյոք խնդիր է թե չէ, որ եկեղեցու սպասավորները հեղաշրջման եւ տերորիստական ակտերի հեղինակ են։ Եվ եթե պարոն Կարապետյանն ունի այս հարցի պատասխանը, պետք է հստակ դիրքավորվի այս հարցի շուրջ որպես եկեղեցու հետևորդ։ Վրաստանի մասին ես իհարկե ամենայն հարգանքով պետության նկատմամբ չեմ փորձի անդրադառնալ Վրաստանում տեղի ունեցածին եւ գնահատում եմ վրաց ժողովրդի ողջախոհությունը եւ իրենց իշխանություն ձևավորելու իրավունքը, բայց պետք է ասեմ, որ ոչ մի կենտրոնից, իսկ կենտրոնները ըստ Բագրատ Սրբազանի հարցազրույցների առկա են, այնուամենայնիվ նա դրա մասին հանրայինել է խոսել, փորձում են Հայաստանում ներքաղաքական օրակարգ ձևավորել, դա մենք թույլ չենք տալու միանշանակ,
Եվ ցանկացած Սալավիովներ, Զախարովաներ պետք է տեղյակ լինեն, որ իրենց եթերի հարցը հաստատ կլուծվի, եթե շարունակեն ներքաղաքական օրակարգի մաս փորձել դառնալ։ Շատ լավ, այսօր ձեր ընդդիմադիր գործընկեր Գեղամ Մանուկյանը Մայրաթորի զանգերի ղողանջների ներքո ազդարարեց, որ սա նոր սարդարապատ է, ժողովուրդ փողոցներ դուրս եկեք Էջմիածին, միացեք պայքարին ընդդեմ եկեղեցու։ Նույն պարոն Մանուկյանի մեկ այլ կուսակից էլ, պարոն Հրանտ Մարգարյանը, երկու շաբաթ առաջ այսպիսի հայտարարություն էր արել, որ հոկտեմբերի 27-ը, նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները դրանք օրդկում էին ընդհուպ սրբություն, սրբոց ձևակերպումներ տվել եւ ըստ էության ուղղակի թե անուղղակի ժողովրդին կոչ էր արել կրկնել նմանատիպ գործողությունները։ Ինչ է կարծում ժողովուրդը ունի այնքան իմաստնություն, որպեսզի այդպիսի կոչերի չհետևի չանցա։ Նախ արձագանքեմ Գեղամ Մանուկյանին եւ հիշեցնեմ, որ իրենց դաշնակցական եթեր Միքայել Աջապահյանի հարցազրույցի եթեր չէին տվել, վախենալով, որտեղ իրենց ղեկավար շեֆին դատապարտել էր Միքայել Աջապահյանը ըստ հավանական լուրերի եւ դրա համար եթեր չէին տվել։ Թող մի հատ հասկանան հիմա իրենք Միքայել Աջապահյանի կողքին են թե կողքին չեն։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի ողջախոհությանը, ես վստահ եմ, որ ինչպես նոյեմբերի 9-ից հետո իր դարձությունների ընթացքում, այնպես էլ արտահերթ խորհրդանական ընտրություններին ժողովուրդը ցուցաբերել է ողջախոհություն, կանգնելով ժողովրդավարության կողքին, եւ ես վստահ եմ, որ սա որևէ հանրային աջակցություն չի ստանալու։ Մեր քաղաքացիները վստահ եմ թույլ չեն տալու, որպեսզի իրենց ձեռքից խլեն իրենց ընտրելու իրավունքը։ Իսկ այն փոքրիկ խմբակը, որ աչք են գնում ավտորիտար ռեժիմին հատուկ ուրեմն գծերով, փորձում է ամեն ձևով խլել ժողովրդից հենց իրենց իշխանությունը, դա ժողովուրդը թույլ չի տալիս, մենք բոլոր իրավական մեխանիզմներով պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետությունում արդեն անշրջելի դարձած ժողովրդավարությունը, թող ոչ մեկ չկասկածի գետ մեկ վարքյան, որ անպատիժ է մնալու փորձելով իրենց փորձերով ահաբեկչություն կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում կամ խլելու ժողովրդի իշխանությունը։ Ըստ էս իրավապահները պետք է գնան նաև Հրանտ Մարգարյանի ետևից այս հայտարարությունն անելուց հետո։ Իհարկե, սա իրավապահ համակարգի տիրույթում հարց է, որևէ ձևով չեմ ուզում ուղղորդել, բայց ես որպես падգամավոր պատրաստ եմ մեր դատախազության տրամադրել բոլոր այն հարցազրույցները հանրային, որոնք ինձ մոտ սահմանադրական կարգի տապալման տպավորություն կարող էին ստեղծել։ Տիկին Ղազարյան քիչ առաջ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր ձեր գործընկերները, մասնավորապես Հայաստան Դաշինքը, այսօր ժամը 18-ին խմբակցության նիստ է հրավիրելու, ամեն դեպքում այդպիսի բան հայտնվեց լրահոսում, այդպիսի լուր ես ընթերցեցի։ Ձեր մեկ այլ նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանել վարչապետի իր թեկնածությունը եւ իր փոխարեն առաջադրել Միքայել arczepiskopos Աջապահյանին, հայտարարության մեջ նշվում է, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, որոնք վերջերս իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելիս իր թեկնածությունն էին առաջադրել, նույնպես կողմ են Աջապահյանի թեկնածությանը, նաեւ կոչ էր արել Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցություններին միանալ այս գործընթացին։ Ինչ է կարծում ինչ զարգացումներ են հնարավոր։ Մեծ էր Էդմոն Մարուքյանին ընտրել պրծել էինք, հիմա իր դիրքերը զիջում է Աջապահյանին, իհարկե ծիծաղելու են պարոն Մարուքյանի բարբերաբար երրորդ ուղի փնտրելու այս նկրտումները, բայց մյուս կողմից էլ ուզում եմ ասել, որ առհասարակ լրջությամբ չեմ կարող վերաբերել այս բարբերաբար իմպիչմենտի թեմաներին, բայց մի բան հստակ ուզում եմ արձանագրենք, որ ձայնագրությունների հրապարակումից հետո բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք դեմ չարտահայտվեցին եւ չմիացան իշխանությունների պայքարի սահմանադրական կարգի պահպանման, իրանք հայտնվեցին քաղաքական լուսանցքում եւ ես կասկածում եմ, որ որևէ սահմանադրական մեխանիզմով իրենք երբևէ իշխանություն ձևավորելու հնարավորություն են ունենալու, որովհետեւ ուղղակի ուրեմն քաղաքացիներին հստակ մեսիջ են ուղարկել, որ մենք չենք ճանաչում ձեր իշխանությունը, ժողովրդի իշխանությունը Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու եւ հավերժ մերժվելու են մեր ժողովրդի կողմից, նրանք, ովքեր մեր ժողովրդին համարում են խորը անասուն, հավերժ հայտնվելու են քաղաքական լուսանցքում եւ սա այլևս անհերքելի իրողություն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։